Ես չեմ էլ ավտոմատ ռեժիմ կրկնում է նախադասությունը, ինչ հարց տալիս ես, ինքը նույն բանն է ասում։ Հələ հանգավորված է։ Առաջին անգամն է, որ ռազմական ոստիկանության մեքենան վերահսկում է Սուրբ Աստվածածնի տարածքը եւ այն էլ այսպես։ Նման բան չեմ հիշում, արդեն 2019 թվականից այստեղ ծառայում եմ, նման բան չեմ հիշում, ելի եմ կրկնում, բացառությամբ հնարավոր է այն դեպքերին, երբ որ մեծ միջոցառումներ են եղել այստեղ, հրավիրված են եղել, ասենք, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հնարավոր է այդ դեպքում իրենք տարածքում չեմ տեսել, հնարավոր է ներքևում ծառայություն իրականացրել են, բայց այսպիսի բան աննախադեպ էր։ Ես չեմ հիշում։ 20 տարի է բանակում եմ, այսպիսի բան չեմ։ Տեր Պսակ, ինչ եք մտածում, ինչի համար էր այս մեքենան այստեղ կայանվել, լույսը չբացված։ Ենթադրում եմ, որ վաղվանից չարագուշակ հրամանը մտնում է ուժի մեջ, իրենք պիտի խլվի այս եկեղեցին։ Այդքան հեշտ չի խլելու բան չի, դա մայրաթորի սեփականությունն է եկեղեցին։ Դե գրավում են ժամանակավոր, այսպես օկուպացնում են։ Հնարավոր է նաև այդ ծրագրով, այդ սցենարը։ Այսինքն իրենք համարում են, որ եթե զորքն է այստեղ մկրտությունների արարողություն, պատարակներ անում, ուրեմն Պապիկյան Սուրենի սեփականությունն է։ Դուրս է գալիս այդպես։ Տեր Պսակ, ինչա չարագուշակ հրամանը կայացվեց։ Չէ, դուք չարագուշակ բնութագրեցիք, որովհետև դա վնասեց ոչ միայն եկեղեցուն, եթե իրենք պատկերացնում են, որ դրանով եկեղեցուն դրեցին այսպես անհարմար իրավիճակի մեջ, մենք մեր ծառայությունը ամեն դեպքում իրականացնելու ենք։ Եթե ոչ բանակում ուրիշ տեղ հաստատ իրականացնելու ենք, այստեղ դժում է ոչ թե բանակի վերնախավը, այլ դժում է մեր հասարակ զինվորն ու սպան։ Ինձ համար ամենամեծ ցավը դա է, որ մեր զինվորը այլևս հոգևորականի հետ սերտ շփում չի ունենալու։ Մեր զինվորը այլևս բարի խորհուրդ չի լսելու հոգևորականից, չի լինելու մեկը, որի հետ ինքը կարողանա կիսվել, վստահել այդ մարդուն, չեն լինելու հոգևորականներ, ովքեր մեծ ու մեծ իրենց ծառայության ընթացքին շատ ու շատ արատավոր երևույթները կանխելու պատճառ են դարձել։ Ինձ համար ցավը դա է, թե չէ մենք կանք չկանք բանակը իր առաքելությունը հուսամ պիտի իրականացնի, չնայած մի քիչ արդեն այսպես բան է դարձել, բայց ամեն դեպքում անձնավորված չի այս վերաբերմունքը, այսինքն ինչ-որ կոնկրետ անձերի ինստիտուտի դեմ է կռվում, այո, այլ թիրախավորված ենթադրելի է նաև հակաեկեղեցական այս արշավի ծիրի մեջ այս որոշումը կայացվել։ Դրա համար ես համարում եմ չարագուշակ։ Տեր Պսակ, հակաեկեղեցական արշավի առաջին օրերից ահազանգեր հնչում էին, որ գնդերեցներին, զինված ուժերում ծառայող հոգևոր սպասավորներին հորդորներ են փոխանցվել միանալու այդ արշավին եւ մերժումներ են ստացվել։ Դրանք հերկվում էին կամ փորձ էր արվում հերկվել։ Այս բանին դուք ինչ կարող եք ասել։ Այդպիսի խոսակցություններ, զրույցներ եւ շատերը համարում են, որ այս հրամանը պատճառն է նրա, որ մերժումներ են ստացել հոգևորականներից այդ արշավին միանալու, այս պահին, երբ արդեն կա հրամանը, ինչ կարող եք ասել, ինչ նախադեպեր եղել են զրույցների, ինչ բովանդակության։ Վստահաբար ես հստակ եմ ասում, համարյա թե բոլոր գնդերեսների հետ աշխատանք է տարվել։ Ով է կոորդինացրել այդ աշխատանքը եւ ինչ է պահանջել։ Եվ ում դեմքով է տարվել այդ աշխատանքը, եթե պաշտոնատար անձանց, բարձրաստիճան զինվորականների, ընդհանուր գեներալներ են հանդիպել մեր սարկավակների հետ, որոնց գործառույթի մեջ չի եղել բնականաբար այդ ամեն ինչը անել։ Ինձ հետ կոնկրետ որևէ մեկը չի, այսինքն ոչ թե որևէ մեկը չի հանդիպել, այդպիսի նախադեպ չի եղել, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորական ինձ ասի, վստահ իմանալով, որ իմ դիրքորոշումը հստակ է եւ չի փոխվի, բայց որտեղ որ ծառայել եմ, համապատասխան զորամասի հրամանատարը ինձ կանչել ասել այսպեսի հրահանգ կա։ Ինչպիսի հրահանգ։ Միանում եք վարչապետի բարենորոգչական ծրագրին հստակ պատասխանել են, որ ոչ, որովհետեւ այդ բարենորոգչությունը կեղծ է, այդ բարենորոգչությունը այդպես չի արվում եւ չի արվում են մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են այդ բարենորոգչությամբ։ Եկեղեցին ինքը մշտապես եւ բարենորոգվել է եւ պիտի բարենորոգվի։ Եվ հստակ պատասխան եմ տվել, որ ես հավատարիմ եմ այն ուխտին, այն երթմանը, որ տվել եմ սուրբ սեղանի առաջ, որպես հոգևորական եւ հավատարիմ եմ այն նվիրապետությանը, վեհափառ հայրապետի գլխավորությամբ, ում տնօրինությամբ եւ օրհնությամբ ես որպես հոգևորական կայացել եմ, սովորել եմ, սնվել եմ մայրաթոռում, հա, որպես
զավակը հայ եկեղեցվո եւ չեմ կարող ուղղել։ Տեր հայրս փաստաբան Արա Զորաբյանի 40-ից ավելի հոգեվորականներ ծառայություն են իրականացնում այս պահին զինվորներում։ 54 շեր այդ թիվը նվազել է։ Չկա։ Զոհվեցին նաև։ Տեղեկություն ունեք 40-ից որևէ մեկը միացել է այդ այսպես կոչված բարենպասական ծրագրին։ Ինչպես ընդունված է այսօր տրենդային է ասել է, օթում կախված լուրերի գիտեմ, որ մի քանի հոգու հաջողվել է իրենց միացնել։ Բայց ճնշող մեծամասնությունը ի պատիվ ի փառս մեր գնդերեսների իրենք հաստատուն են մնացել իրենց հավատի, իրենց ուխտի, իրենց նվիրվածության մեջ։ Դեռևս հայտարարություններ երևի այսպես ասած կուր կառույցն է եղել, որ որևէ կերպ չեն կարողացել ճաքեր մտցնել։ Տեր դուք որ թվականից եք ծառայում եկեղեցին։ Ես ամենահնաբնակներից եմ։ Ես Վեհապար Հայրապետի տնօրինությամբ 2006 թվականից առ այսօր ծառայել եմ զինվաճյուղ, արդեն 20 զինվաճյուղում չէ, եկեղեցում առհասարակ որ թվականից եք։ Հա, եկեղեցում դե սովորել ենք 2002 թվականից ես բան եմ արել, հետո Այսինքն երբ ներդրվում էր, հա, հոգևոր առաջնորդությունը զինվաճյուղում այդ ադամատեսն եք։ Ուզում եմ հարցնել կհիշեք այդ ընթացքում կային շրջանակներ, անհատներ, մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում բանակում, բացարձակ մինչև այս իշխանության հայտնվելը ես չեմ հիշում որևէ դեպք, որ գնդերեցի ծառայությունը խոչընդոտվի։ Հակառակը մշտապես խրախուսվել է եւ ամեն կարևոր վայրում, ամեն կարևոր միջոցառման, ամեն կարևոր հարցի շուրջ գնդերեցի կարծիքը եւ հաշվի են առել եւ իրենց ուրեմն այսպես ընդգրկել են։ Որևէ բան չի եղել։ Հակառակը ես ավելին կուզեմ հիշել այդ լավ օրերը ամեն տարի հունվար 28-ին մեծ միջոցառում էր կազմակերպվում Մայրաթոռում։ Հրավիրվում էին բոլոր զինվորականները, մեծ ճաշկերույթ էր կազմակերպվում, շնորհավորանքներ էին հնչում, հանրապետական մաղթանք։ Այո, հանրապետական մաղթանք, սուրբ պատարագ էր մատուցվում, բացի այդ շքանշաններ էին հանձնվում, մեզ էլ որպես ծառայողներ բազմաթիվ շքանշաններ ենք ստացել։ Գնդերեցները մեծարվում են, նաև հիշում ենք, որ ռազմական շքերթի ժամանակ տան դուրս բերվեցին հրապարակ իրենց գնդով։ 2011 թվականին 2011 թվականին մեծ ոգևորությամբ դա առաջի աննախադեպ բանն է, որ գնդերեսների խումբը, այսպես ասած, մասնակցեց եւ լուրջ ու որպես ռազմական ռեսուրս նաև։ Այո։ Լավ, մի այսպեսի հարց, նախ մենք հիշեցնենք մեր համակարգացիներին ինչու ստեղծվեց գնդերեցների խումբը բանակում։ 2008, 9, 10, 11 թվերին մի շրջան, ծանր շրջան բանակը սկսեց խոր ճգնաժամ ապրել եւ սպանություններ, ինքնասպանությունները ահռելի թիվ էին կազմում։ Իհարկե այսօր այդ թվերը շատ ավելի բարձր են, բայց աղմուկն է ավելի թույլ, որովհետեւ քաղաքական աղմուկն է շատ ավելի բարձր։ Այդ ծանր վիճակագրության ժամանակ որոշում կայացվեց, որ պիտի գնդերեցները լինեն բանակում, որպեսզի նրանք կարողանան կանխել ինքնասպանության, սպանության փորձերը, որտեղ այդ լարումը, ներքին լարումը պիտի իրենք նաև թույլատնեն։ Հիմա այս ամբողջ տարիների աշխատանքը փաստացի արդյունք տվեց, բայց հիմա այդ սպանությունները շատ են եւ կարծես թե չի վախենում բանակի իշխանությունը կամ քաղաքական իշխանությունը, որ ավելի կխորանա ճգնաժամը մանավանդ պարտված բանակում։ Ինչու դուք խանգարեցիք միայն հակաեկեղեցական այսպես շարժման պատճառով դուք դուրս բերվեցիք, ռիսկեր չկա, որ կսկսեն նաև քաղաքական կեղտոտ լոզունգներ ձեզ կապել, օրինակ ձեզ ասել, որ դուք ագենտներ եք, տեսել եք, մենք Վեհապար Հայրապետի մասին իսկ այդպիսի լկտի ձևակերպումներ ենք լսում, օթում կրակած, եւ հետո դուք ասում եք, որ չի բացառվում մի քանիսը արդեն միացել են, այս մի քանիսի ձայնը դեռ չի լսվում, ինչու չեք կարողացել դիմադրել դուք ներսում, որպես այդ մոլորությանը չմատնվեն։ Հայտարարություն դրա հոգեվորականներից մեկի հայտարարությունը ես համացանցում հանդիպեցի, մեկինը տեսել եմ, ինքը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է բարենորոգչական այս չակերտավոր բարենորոգչական ծրագրին։ Անշուշտ, բայց ես ավելի առաջ կգնամ, ավելի հետ կգնամ, ներողություն։ 97 թվից է հոգևոր առաջնորդությունը ձևավորվել, դեռևս երջանկայի շատակ Գարեգին առաջին եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի ուշագրով, որով պետությունը հասկացավ, որ ինչպես մյուս զարգացած երկրների բանակներում է, այնպես էլ հայոց բանակում կարևոր է հոգևորականի մշտական ներկայությունը։ Եվ ձևավորվեց առաջնորդությունը, իհարկե սկզբնական շրջանում բնականաբար ինքը նոր քայլեր անում, բայց այսօր
առաջնորդությունը արդեն կայացած կառույց էր, ցավոք ես անցյալով եմ խոսում, բայց հույս ունենամ, որ դեռևս ամեն ինչ կորած չէ։ Եվ ճիշտ եք նշում, այո, մեր գնդերեսները շատ ու շատ արատավոր երևույթներ կանխեցին, իմ փորձառության մեջ ես կարող եմ ասել, ինքնասպանության դեպքեր են կանխվել, ինքնախեղման դեպքեր են կանխվել, ել չեմ ասում այնպիսի արատավոր երևույթներ են եղել, որոնք գնդերեցի ներկայությամբ եւ իր ջանքերով կանխվել են եւ դադարեցվել են։ Մի փոքր էլ նաեւ ուրիշ բան ասեմ, մեր ջանքերով նաեւ ընտանիքներ չեն քանդվել։ Հիմա այս արժեքների պահելը պաստորեն խանգարեց։ Սպաներ են եղել, որոնց ընտանիքները փլուզման, քայքայման եզնին են, հոգեվորականի ներկայությունը, նրանց հետ աշխատանքը այդ ամեն ինչը կանխել է։ Լավ, գործարքեր առաջարկում ձեզ, թե ընդամենը առաջարկում էին միանալ, որտեղ կա կասկած, որ մինչև 5 միլիոն դրամ են առաջարկել, նույնիսկ մենք ունենք կարգալույցերից մեկին, որպես օրինակ, որտեղ գեղեցիկ տուն է կառուցում, եւ մի քիչ կասկածելի է թվում 4 տարվա Ես թվերի մասին չգիտեմ, ինչ որ թվեր են առաջարկել թե չէ, բայց դրամական բավարարումներ բավականին մեծ, այդպես որ լավ կլինի, ինձ չեն ասել, բայց մեր տղաներից այդպես տղաներին այդպեսի առաջարկ եղել է, որ հեսա որ դուք միանաք մեզ, բան ձեզ բարձր աշխատավարձ կլինի ու կօգտվեք այն բոլոր արտոնություններից, որ զինվորականներ ունեն, հիպոթեկով տուն, չգիտեմ, էս, իհարկե տղաները վստահաբար մերժել են, բայց եղել է առաջարկ, ինչի՞ չէ։ Բայց ասել ճշմարտություն։ Ստացվում է գեներալներն են միացել նաև Մարդիկ եմ ասում, որոնց գործառույթը լրիվ ուրիշ բաներ, լծված են եղել գնդերեսներին համոզելու կամ ստիպելու կամ այսպես ասած մանիպուլյացնելու, որպեսզի միանան այդ շարժմանը։ Իսկ շանտաժի գինը ինչ է եղել։ Օրինակ, եթե ոչ, ապա ինչ։ Եթե ոչ, ապա տեսանք։ Այսինքն սրա մասին էլ ակնարկվել։ Ես ակնարկներ չեմ լսել, բայց ենթադրելի է, որ այդպես, եթե մեզ հետ չեք, ուրեմն մեր դեմ եք։ Լավ։ Դեր այս հակաեկեղեցական արշավի դրսևորումները բանակում այլ որևէ օրինակներ ունեն, օրինակ ես հիշում եմ ծառայության տարիներին աղոթում էինք ճաշից առաջ Մինչև վերջին պահը այդ ամեն ինչը իրականացվում է, հիմա չգիտեմ, կանեն թե չէ։ Աղոթքը ճաշից առաջ, խաչը համազգեստին, իդեպ նոր համազգեստով սահմանվում է, այդ խաչը կրելու են։ Չեմ կարող ասել։ Այդ համապատասխան մարդուն պիտի հարցնել, դուք տեղեկություն չունեք։ Ես տեղեկություն չունեմ։ Եթե վերադառնանք եկեղեցուն, հիմա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանակը պատարակում է, բանակը մկրտվում է, այս ընթացքում ինչ եք մտածում, եկեղեցին կհաջողվի գրավել, ի վերջո դուք այստեղ նշանակված եք հոգևոր ծառայության եւ կարգալույց կմցվի եւ կփոխվի նաեւ այս խորանը։ Ջան, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ցավալի հանգրվանին չառաջվենք եւ դրան առաջ չկանգնենք, բայց չեմ կարող ասել ինչ զարգացում։ Կոչ ունեք քանակերցիներին, Զեյթունի բնակիչներին, Երևանցիներին, եկեղեցին իրենցն է նաեւ սա միայն զինվորականների համար չէ, մենք համայնք ունենք, նաև հավատացյալներ են գալիս, որոնք մասնակցում են սուրբ պատարակներին, եւ ընդհանրապես իմ կոչը մեր ժողովրդին է, սիրելիներս, միայն խոսքով չլինենք հավատացյալ կամ քրիստոնյա։ Քրիստոնեությունը գործ է։ Ինչպես որ Հակոբոս Առաքյալն էին նամակում ասում, հավատ առանց գործերի մեռած է։ Եթե միայն պիտի խոսքերով հավատանք, դառնում է որ կեղծավորություն ենք անում ու փարիսեցիներից չենք տարբեր։ Քանի քահանա է մեր Սուրբ Աստվածածնում ծառայում։ Աստվածածնում մոտ մի 5 քահանա մշտական գալիս են պատարակների մասնակցում։ Ես տեղեկությունն եմ Պապիկյան Սուրանը երբեք այստեղ չի եղել։ Այո։ Երբեք չի պատարակել։ Հավաստի է։ Ահա, պատմության ուսուցիչը բազում են եղել մեր առաջնորդի կողմից, պաշտոնական հրավերքներ, գեղեցիկ հրավերքներ, տոներին, տաղավար տոներին մասնակցելու, բայց ինքը ներկա չի եղել։ Մի քանի անգամներ գլխավոր շտաբպետն է եղել։ Հա, նույնիսկ ինքը մի քանի անգամ։ Հա, այտենց մշտական մասնակցություն որևէ մեկը։ Այսինքն զորքը միայն հրամանատարի հետ է գալիս։ Հա, բանը զորամասից գալիս էին, մասնակցում էին, պատարակին սուրբ հաղորդություն էին ստանում, մենք այդտեղ մկրտություններ ենք արել, իհարկե ուզեմ որ նույն մարդիկ, ովքեր այսօր լծված են հոգևոր առաջնորդությունը քանդելու գործին, ներողություն բառիս համար, հիշեմ որ իրենց երեխաների մկրտությունները, իրենց պսակադրությունները արել են այդ նույն մարդիկ ու հիմա բանակից դուրս են։ Կարծում եք բանակի զինվորները ցույց կտան վերաբերում, այդ համարձակությունը կունենան։
չեմ կարող Կամ սպայական կազմը չեք նկատել երբևէ, որ դիմադրություն ցույց տա։ Ես չեմ էլ ուզի, որ մեր բանակը խառնվի այս ամեն ինչին, որովհետև բանակի գործառույթը լրիվ ուրիշ բան է, բանակը իր առաքելություն ունի եւ աղոթում եմ առ Աստված, որ իր առաքելության մեջ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան հաստատում ունի։ Իսկ ինչ արձագանք ունի լուրը երեկվա հրամանի հետ կապված, ողջևորված են բանակում, դուք դե շփվում եք, ծառայող ծանոթներ ունեք, ողջևորված են այդ լուրից, տարակուսած են, ում հետ որ ես առիթ եմ ունեցել զրուցելու, նախկին զինվորականներ, եւ հիմա էլ ծառայողներ ափսոսանք են հայտնում, ասելով որ ափսոսում ենք, որ այդպես եղավ, բայց նաեւ վստահաբար ասում են մեր ձեռքը որևէ բան չկա, օրենքը հրամանի տեսքով իջել է եւ այդ հրամանը ես ինքս եմ տեսել։ Մայրաթորը զրույցներ եղել են ձեր հոգևոր հայրերի հետ, ինչ դիրքորոշում ունի, ինչպես են։ Վստահաբար Մայրաթորը հանդես կգա հայտարարությամբ, ես հավատում եմ, որ եւ վստահ եմ, որ վեհապար հայրապետը տնօրինություն կանի եւ հայտարարությամբ հանդես կգա տեղեկատվական համակարգը, բայց չեմ կարծում, որ սառույցը տեղից շարժվի, որտեղ մարդիկ հստակ որոշումը արդեն Պետությունը ամբողջ ռեսուրսներով լծվել է եկեղեցու դեմ։ Սա էլ մի միջոց է ըստիս հակաեկեղեցական այդ արշավի եւ վեհապար հայրապետի վրա ճնշում գործադրելու, որովհետեւ նորից եմ կրկնում, Ժողովուրդ ջան, զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը որպես կառույց եկեղեցվո մեջ նաեւ ամենակայացած կառույցներ եւ ամենակուռ կառույցներ, ամենակուռ ինքը այնպիսի գործառույթներ էր իրականացնում, այդ նույնը կարող եք հարցնել այնպիսի կոմպետենտ մարդկանց, ովքեր առնչվել են գնդերեցի։ Խնդրեմ պետության միջոցներն են փոշիացում, այսպես ձեզ վերահսկելով։